Թեև հանրայինը նախընտրական շրջանում եւ դրանից հետո էլ թիրախավորվում է եւ քննադատվում, սակայն այդ քննադատողները չեն օգտվում հարցերը անձամբ հեռուստաընկերության տնօրենին ուղղելու հնարավորությունից։ Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկումներից հետո արձանագրում է հանրային հեռուստաընկերության տնօրենը, ընդգծում, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները ներկա չէին մեղադրանքները տեղում փոխանցելու պատասխանները ստանալու համար։ Մեղադրանքները բազմաթիվ են, մենք փորձում ենք արձագանքել մեղադրանքներին ըստ կարիքի, եթե նման կարիք է լինում, այսօր էլ հենց եկել էինք, որպեսզի նաև մեղադրանքներին արձագանքենք կամ հարցերին պատասխանենք եւ կրկին ցավում եմ, որ այդ հարցերը չհնչեցին։ Մովսիսյանը շեշտում է, հեռուստաընկերության անձնակազմն անում է առավելագույնը բավարարելու հասարակության բոլոր շերտերի ցանկություններն ու փոխանցելու անհրաժեշտ բովանդակությունը։ Միաժամանակ հնչող քննադատությունները միշտ չէ, որ հիմնավոր են։ Հարցին կա արդյոք որոշում այս կամ այն գործչին հանրայինի եթեր չհրավիրելու, ինչպես պնդում են ընդդիմադիր շատ գործիչներ, Մովսիսյանը պատասխանում է. Մենք պարտավոր ենք հրավիրել, իրենք կարող են որոշել գալ թե ոչ, բայց մենք բոլորին հավասար հնարավորությունը տրամադրել ենք եւ դա մեր եթերից արդեն երևում է։ Ուղիղ եթերներ, հեռուստատեսային մեծ բանավեճեր, տարբեր հարցազրույցների կազմակերպում։ Քարոզարշավին եւ ընտրությունների օրը հանրայինն աշխատում էր արտակարգ ռեժիմով, Մովսիսյանը նկատում է. Շատ հաճախ նաև նկատում էի, որ կային կուսակցություններ, որոնց գոնե իմ տպավորությամբ միայն հանրային հեռուստաընկերություններ լուսաբանում, գոնե այդպիսի տպավորություններ լինում ռեպորտաժներից եւ կարծում եմ հենց դա է հանրայինի առաքելությունը, որ հանրայինը բոլոր կուսակցություններին անդրադարձավ ի տարբերություն շատ այլ լրատվամիջոցների, դա նաեւ մեր պարտավորությունն ու պարտականությունն է։ Վերջին 4-5 տարիներին ըստ տարբեր հարցումների հանրայինը ամենավստահելին է որպես լրատվության ստացման աղբյուր, ընդգծեց Մովսիսյանը, նկատեց, սա շատ կարևոր ձեռքբերում է եւ հենց ժողովրդի գնահատականն է։ Հանրային հեռուստաընկերությունը միշտ եղել է թիրախում եւ քաղաքականացվում է նաեւ ցավոք սրտի եւ ըստ էության հարցերը ըստ էության չեն հնչում եւ այդ հայտարարությունները իրենցից պատասխան չեն էլ ակնկալում, գոնե ինձ մոտ այդպիսի տպավորություն է, ցավում եմ, որ այդպիսի մեղադրանքներ են հնչում, բայց քննարկում չկա, այսինքն քննարկումը չի ծավալվում, ընդհանրապես մեղադրանքներ են հնչում, շատ կուզեի, որ այդ քննարկումը լինել հենց այս հարթակում էլ թեկուզ լիներ այդ քննարկումը, բայց չկա քննարկում, ունենք այնինչ ունենք եւ մենք փորձում ենք արձագանքել եւ նաեւ մեր հեռուստադիտողն է տեսնում մեր եթերում բազմազանությունը եւ որ բոլորին այդ հնարավորությունը տվել ենք։ Բացի ընդդիմադիր քաղաքական գործիչներից տարբեր հաղորդավարներ եւս դժգոհում են, որ չեն երևում հանրայինում։ Հեռուստաընկերության տնօրենն անդրադարձավ նաեւ այս քննադատություններին։ Հանրային հեռուստաընկերությունն ունի հստակ պայմանագրային դրույթներ աշխատակիցների հետ եւ բոլորը պարտավոր են պահել պայմանագրի դրույթները։ Եթե տեղի ունենում խախտում, ապա ըստ այդմ համապատասխան միջոցներ են ձեռք առնվում եւ ձեր նշած դեպքերից ոչ բոլորում է, որ հանրային հեռուստաընկերության որոշման արդյունքում են տվյալ մարդիկ հանրայինից դուրս եկել, այլ իրենց սեփական որոշմամբ են նաև եղել եւ կարեւոր է որպեսզի բոլորը պահեն այն կանոնները, որոնք ֆիքսված են պայմանագրում եւ չխախտեն դրանք եւ այս դեպքերում հենց դա է տեղի ունեցել, դա է պատճառը, որ իրենք հանրայինում չեն այլևս։ Հանրայինի համար այս տարին մեծ նշանակություն ունի արձանագրում է Մովսիսյանը։ Աշնանը հեռուստաընկերությունը նշելու է իր 70-ամյակը։ Տեղի կունենա հեռուստաընկերության նոր մասնաշենքի բացումը։ Տնօրենը հիշեցնում է, ամռանը մարզային 3 քաղաքներում՝ Կապանում, Թալինում, Ճամբարակում կլինեն նաև ֆեստիվալներ։ Առաջին ալիքը աշնանային եթերաշրջանին պատրաստվում է բազմաթիվ նորություններով։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։